Սաղաթյան, դուք ասում եք, որ ընդդիմության հետ համագործակցված մյուս ուժերի, ընդդիմությունը համագործակցված է։ Նախքան արդեն քննարկումներ բոլորը ձեր տեսակետը կիսում են եւ ինչ է տալու օրինակ մանդատներ վերցնելը եւ չվերցնելը։ Այս քննարկումը Ես այդ հարցի մեջ այս բան չեմ ուզում խորանալ, որովհետեւ ասեցի, մինչեւ այդ հարցին անդրադառնալը ու այսօր ընդդիմությունը կոնկրետ Հայաստան դաշինքը ինչ քաղաքական իրավական գործընթացի մեջ է։ Այս հարցերի պատասխանը ունենալուց հետո մենք մեր ընտրողների, մեր հանրության հետ խոսելու ենք բաց, ուղիղ, փաստերով, ընդհանրապես ուզում եմ վստահեցնել մեր հայրենակիցներին, մեր ընտրողներին, որ ինչ որոշում որ ընդունենք, դա պայքարի տրամաբանությունից է ելնելու եւ փորձելու ենք գտնենք ամենաարդյունավետ ճանապարհը։ Արդյունավետ ճանապարհը։ Նախնական շրջանում հրապարակված բազմաթիվ հարցումներ շատ ավելի բարձր արդյունքներ է կանխատեսում միասնական ընդդիմության համար։ Ձեր կարծիքով ինչով է պայմանավորված այս աստիճան տարբերությունը, արդյունքների, դա էլ է ձայնագրության ընտրախախտումների։ Ընտրությունները տեղի են ունեցել համատարած բռնությունների եւ ապօրինությունների պայմաններում։ Ակնհայտ իշխանությունը իր վարչական պետական ռեսուրսներով, նաև անօրինական, հակաօրինական, երբեմն հակապետական, երբեմն սահմանադրական կարգ տապալելու ճանապարհով ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը խոչընդոտել է եւ կիրառել բազմաթիվ սահմանափակումներ։ Ապօրինությունների շարքին վերջ չկա, իմիջիալից այդ մասին եւս մենք համապատասխան փաթեթներ պատրաստում ենք։ Մեր համար իհարկե ինչ որ տեղ պետք է հասկանանք ընտրողների այդ ծավալը եւ կրկնակի քվեարկությունների հնարավորությունը դա ինչպես է տեղի ունեցել։ Ակնհայտ է այդ գաղտնի ցուցակներով, որը չի հրապարակվում, ստեղ մենք լուրջ եւ ծանրակշիռ մտահոգություններ ունենք, սա ոնց է տեղի ունեցել։ Բայց այս պահին, քանի որ փաթեթ է պատրաստում սահմանադրական դատարանի համար, ձեռնպահ կմնամ ավելի մանրամասների մեջ խորանալու, բայց մեր համար ակնհայտ է, որ որոշ բաներ տեղի ունեցել։ Պարոն Սողաթյանյան, իսկ սահմանադրական դատարանի ներկայացումը Հայաստան դաշինքն է անելու, թե նաև դալեք։ Ես կարծում եմ, այստեղ չունենք պայմանավորվածություն նաև այս ձեր հարցին, չունենք վերջնական խոսակցություն, բայց կարծում եմ, որ մյուս ընդդիմադիր ուժերը եւս այս ճանապարհով կգնան։ Հիմա դա կլինի միասնական փաթեթով, թե առանձին, դա չենք որոշել, չենք քննարկել, որոշում չունենք այդ իմաստով։ Բայց դուք ամենայն դեպս անկախ նրանց դիմելու եք։ Այո, մենք դիմելու ենք։ Պարոն Սաղաթյան, ճիշտ հասկացա, մանդատ վերցնել չվերցնելու հարցեր չեն քննարկում, կոնկրետ Հայաստան դաշինքի մասով։ Գնում ենք վերահաշվարկի որոշում կա տեղամասերում, դիմում ենք սահմանադրական դատարան, դրանից հետո նոր որոշում ենք մանդատ վերցնել։ Դրանից հետո նաև խորհրդակցելով ՇՄ անցած ուժերի հետ կգանք այդ որոշման։ Այո, ամբողջությամբ ճիշտ եք ասում, այս փուլում մենք բողոքարկում ենք արդյունքները, դրանից հետո գնալու ենք սահմանադրական դատարան, ըստ այդ արդյունքների խորհրդակցելով ՇՄ արտարած ընդդիմադիր ուժերի հետ, որովհետև առնվազն մեր պարագայում գոյություն ունի ավելի խոշոր ընդդիմադիր միավոր եւ միասին որոշում ենք կայացնել։ Կա մարդկանց մի խումբ, որ ասում է ամեն դեպքում այս process-ներից հետո է, ստացվում է, եթե մանդատը վերցնում են, ոնց որ Փաշինյանը շարունակում է թագավորել, ընդդիմությունը գնում է իր մոտ ընդդիմություն աշխատելու։ Այս տեսակետը Ես այս պահին, քանի որ որոշում չունենք, չեմ ուզում այդ հարցերին անդրադառնալ, բայց նաև կոչ եմ անում նրանք, ովքեր մի քանի ձայն են հավաքել, ամբողջ ընթացքում խանգարել են, իրենք այդքան ճոռոմ եւ մեծ խոսելու, իրենց կարծիքը մեզ թելադրելու իրավունք չունեն։ Մենք քննարկենք, նորից եմ ասում, կխորհրդակցենք, այս ամեն ինչը հաշվի առնելով այդ որոշումը կկայացնենք։ Այդ որոշումը բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից։ Ես չգիտեմ նախորդ 5 տարի Նիկոլի մոտ ով աշխատել, չնայած շատերին գիտեմ, շատ անվանական գիտեմ, բայց առնվազն մեր մասով կարող եմ ասել, որ կռիվ ենք տվել բոլոր հնարավոր ճակատներով։
ու թող ամեն մեկը նաև իր տեղը իմանա, էլի գնալ աշխատել, չգիտեմ ինչ։ Ես ասում եմ, մենք որոշում չունենք, ու այդ որոշումը բացատրում եմ, երբ կարող ենք կայացնել։ Ես ընդհանրապես այս բանին մեր հայրենակիցներին ուզում եմ ասել, որ սիրելի հայրենակիցներ, նախ չպետք է հուսահատվել, պանիկայի մեջ լինել, էմոցիաներով առաջնորդել, չնայած ամբողջությամբ հասկանում եմ։ Ես իմ 15 տարեկան տղային այս վերջի 24 ժամը շատ դժվարությամբ եմ բացատրում, այս ինչա կատարվել, որովհետև խնդիր կա, փողոցում մարդիկ տեսնում են, հուզված գալի փաթաթվում են, լացում են, չեն համակերպվում, իրականում ծանր մթնոլորտ է, թրքահապատակ իշխանությունը, որը երկիրը տանելու է մի նոր փորձության, վարչական խայտառակ մեթոդներով փորձում է վերարտադրությունը ապահովել։ Սա իհարկե ծանր հարված է այն մարդկանց համար, ովքեր դուրս են եղել պայքարի, միջայլոց մեկ անգամ եւս շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որ այս ռեպրեսիաներին չընկրկեցին, ճակատները բարձր կռիվ տվեցին ու իրանք իրոք կռիվ են տվել հայրենիքի համար, ու այս պայքարը պետք է շարունակել ճիշտ տրամաբանությամբ։ Հետևաբար թող որևէ մեկը հիմա ես տեսնում եմ, էլի, ասենք 2000 ձայն է մեկը հավաքը, հեռախոս միացնում սկսում է հոխորտալ, սենց արեք, ընենց արեք։ Լավ, դու այդ իրավունքը ունես, հիմա մեզ ասես մենք ոնց անենք։